Վախկոտ, կամազուրկ, ծույլ, բամբասկոտ, ամբարտավան, ատում է մարդկանց։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են ուղղված Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ վերջինս տարիներ առաջ ասել էր. «Կատարյալ անհեթեթություն է, որ Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակն է, իսկ ես նրա կնքահայրը»։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը պայքարում են նույն հարթակում, իսկ 2012 թվականին նրանց քաղաքական հարաբերությունները խզվում են։ Լևոն Տեր-Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է նրանց հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունում իրեն այցելած ամենայն հայոց կաթողիկոսին։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալում է նրան։ Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Առաջին նախագահը մերժում է Փաշինյանի բանավեճի հրավերը։ Համաժողովրդական շարժումը տապալել է բռնապետությունը։ Սրանով Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ։ Եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ այդ մարդուն չեն ճանաչում։ Ես Փաշինյանից ավելի անկախ եւ ինքնաբավ մարդու չեմ հանդիպել, ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նիկոլ Փաշինյանին Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է պարտության մարմնավորում։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ 2008 թվականի մարտի 1-ին առաջին նախագահը չի համարձակվել տնից դուրս գալ։ Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ պետության։ Լևոն Տեր-Պետրոսյանը 2 անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել։ Ես նման եմ մարդու, ով կարող է փախչել։ Եթե իմ ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ, ասել է Փաշինյանը։